Չենք գրում ինչ լավ է, չենք գրում մյուս անգամ երբ ենք հանդիպել տեմպերամենտով շատ ավելի տխուր եւ էմոցիոնալ անձնավորություն եք խորհուրդ է տրվում լինել այդ 2 ժամը ժպիտով։ Հանդիպման շուշուտ հագնվեք, սկսեք հա դու մենակ արի, դու մենակ արի, ցենք տալիս, որ մենք հասանելի չենք պատասխանում նամակներին։ Բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք հարաբերությունների մասին, նորից կշարունակենք թեման, մաս 2, շատերի համար միգուցե պարզ, իսկ մնացածի համար ընդհանրապես անծանոթ օրենքներ, որոնք կստիպեն տղամարդկանց հեշտ սիրահարվել ձեզ եւ դժվար խաբել կամ թողնել։ Գնացինք, ուրեմն առաջին օրենքը նա է, որ միշտ դուք պետք է ձեզ պահեկնեն, ոնց որ չեք տեսել այդ տղաներին։ Եթե դուք գնում եք ինչ-որ տեղ, ինչ-որ տարբեր տեղեր եք այցելում, գնում եք event, party, աշխատանքի, այնտեղ կան տղաներ, դուք նրանցից ինչ-որ մեկին հավանել եք կամ ընդհանրապես ոչ մեկին չեք հավանել, դուք ձեզ պահում եք այնպես, ասես այդտեղ չկա տղամարդ, ասես դուք մենակ եք, դուք ընդհանրապես թքած ունեք բոլոր տեսակի տղաների վրա, նույնիսկ եթե ձեզ շատ շտապ պետք են հարաբերություններ, նույնիսկ եթե դուք շուտ ուզում եք ամուսնանալ, նույնիսկ եթե դուք ստրեսի ու դեպրեսիայի մեջ եք, նույնիսկ եթե ահավոր շատ հավանել եք ինչ-որ մեկին եւ չեք ուզում նրան բաց թողել ձեր ձեռքից, եթե ուզում եք նրան բաց թողնել ձեր ձեռքից, ուրեմն ցույց տվեք, որ նկատել եք նրան։ Այսինքն ճիշտ է հակառակ օրենքը չնկատել տղամարդկանց, չնկատել հավանելու, չհավանելու, ամեն դեպքում ուղղակի չնկատել։ Բոլոր այն ֆլիրտները, բոլոր այն սենց բաները, բոլոր այդ իրենց կողքը սենց գնալ, գալը, բան եւ այլն, այդ ամեն ինչը երևում է շատ պարզ, շատ ակնհայտ եւ դիտարկվում է որպես թեթևաբարո աղջկա պահվածք, մանավանդ մեր երկրում եւ ձեզ ասեմ, որ բոլոր երկրներում խրախուսելի չի կապել տղամարդ, նույնիսկ ասում եմ, եթե շատ եք հավանում։ Տղամարդու դերը ախոտնիկ լինելն է, հա, որսորդ։ Տղամարդու դերը որսորդ լինելն է եւ խնդրում եմ այդ դերը մի վերցրեք ձեր վրա։ Մի վերցրեք նույնիսկ հերվից տենց ինչ-որ բաներ անելով, որ ինքը ձեզ նկատի եւ իր որսորդությունը անի, ուղղակի մի վերցրեք ձեր վրա եւ դուք կտեսնեք ինչքան ավելի շատ ուշադրություն եք դուք ստանում, որովհետեւ երբ նրանք մտնում են ինչ-որ տեղ կամ երբ նրանք ինչ-որ տեղ են, նրանք նկատում են այն աղջիկներին, ովքեր այնքան ինքնաբավ են, որ թքած ունեն բոլոր տղամարդկանց վրա։ Երկրորդ օրենքը նա է, որ երբեք չպատասխանեք տղաներին միանգամից։ Նենց չլինի, որ ինքը ձեզ գրեց, ինչ որտեղ տեսավ, նկատեց, գրեց, մեկ էլ դուք միանգամից վայ, բարև, հա, լավ, դու ոնց ես, բան, վերջ դուք իր հետաքրքրությունը, հետաքրքրվածությունը ձեզանով կոտրում եք ընդամենը 1 վայրկյանում եւ ընդհանրապես թույլ չեք տալիս, որ ինքը մնա հետաքրքրված, որ ինքը պայքարի, որ ինքը իրեն ցույց տա։ Ես հասկանում եմ, որ այստեղ շատ աղջիկների մոտ վախ է արթնանում, մանավանդ եթե հավանել եք տվյալ տղային, ձեր մոտ վախ է արթնանալու, որ վայ, եթե ես հիմա միանգամից իրեն չպատասխանեմ, ինքը կգնա, ինքը կգրի ուրիշին, ժողովուրդ, եթե պետքա տենց լինի, ուրեմն ավելի լավ է այդ этаպում տենց լինի, քան շատ ավելի ուշ, որովհետև շատ ավելի ուշ երբ ինքը գնա, որովհետև իրական չէր իր զգացմունքները ձեզ շատ ավելի շատ է ցավալու, քան այդ этаպում։ Բացի այդ, եթե դուք չպատասխանեք, նույնիսկ եթե ինքը շատ հետաքրքրված չէր ձեզանով, այդ պահից սկսած արդեն կլինի շատ հետաքրքրված։ Ինչու՞, որովհետև այդպես է ստեղծել նրանց բնությունը եւ դա միանշանակ այդպես է։ Նույնիսկ իմ տղայի հետ փոքր 3 տարեկան, երբ ասում եմ ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ շատ եմ սիրում, ինքը ուղղակի փախնում է, բայց երբ ես իրեն ասում ես քեզ չեմ սիրում, գնա, ինքը գալիս է փաթաթվում է ինձ։ Այսինքն տղամարդկանց ուղեղը շատ պրիմիտիվ է։ Ոչ միայն տղամարդկանց, չեմ ուզում տղամարդկանց այստեղ գցեմ, հա, ընդհանրապես մարդու ուղեղը պրիմիտիվ է ստեղծված եւ մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Мы любим тех, кто нас не любит, и губим тех, кто нас влюблен։ Կներեք ընթացքում իմ ռուսերենների եւ անգլերենների համար առաջի էֆիրս նայեցի, այնքան շատ եմ մեջը անգլերեն անկապ գայզմայզ ասում, հասկացա, որ մի քիչ պետք է կարգավորեմ լեզուս, բայց դա էլ նրանից է, որ շատ եմ անգլերեն ինչ ասես նայում, ոդկասթներ ու ինչ ասես կարդում անգլերենով բան,
ու կարող է ինչ որ մարդիկ մտածեն, հա, այստեղ ապրում, յանի խե խոսքի տենց խոսում, այդ չեղավ են որ գնում են Ամերիկա, բանը օքեյ մոքեյ են սկսում խոսալ, հաջող ես էլ տենց եմ սկսել խոսալ, կներեք կաշխատեմ փոխվեմ։ Այդ տենց։ Անցանք առաջ։ Մենք թողնում ենք, որպեսզի որսորդը արթնանա տղամարդու մեջ եւ ցույց ենք տալիս, որ մենք հասանելի չենք։ Չենք պատասխանում նամակներին մի որոշ ժամանակ, պատասխանելուց շատ կարճ, կորելով։ Մենք միշտ պետք է լինենք զբաղված տղաների համար, որպեսզի նրանք մտածեն, այս ինչ անում, որ ինձ չի պատասխանում։ Երրորդ, եթե մեզ տղամարդը առաջարկում է, որ մենք տղան առաջարկում է, որ մենք իր հետ հանդիպենք, երեխեք հանդիպումը պետք է լինի շատ ուշ, շատ երկար դիալոգներից հետո։ Գիտեք, կարող է որոշները ասեն, հա, ճիշտ ասում, որոշներն ասեն, ինչ տատական բաներ է ասում, անավանդ հիմա երեխեք հիմա եւ միշտ այս օրենքները օգնում են չէ, այս օրենքները միակ ճիշտ օրենքներն են կնոջ եւ տղամարդու հարաբերությունների մեջ։ Սա ստուգված է թե իմ կողմից, թե իմ ընկերուհիների կողմից, ովքեր բոլորը հիմա ամուսնացած են, թե իմ այ ազգի ընկերուհիների կողմից, որոնք շատ են շատերի հետ շատ տարբեր հարաբերությունների մասին դիալոգներ եւ քննարկումներ եմ ունեցել, ես ձեզ հաստատ ասում եմ, այս օրենքները ճիշտ են ու եթե դուք մի օրում, մի վայրկյանում տենց դուրս գաք թռնեք, տենց այսպես գնաք, որ տեսնեք հանդիպման, շուշուտ հագնվեք, սկսեք դու մենակ արի, ինքը ուղակի կգտնի այն աղջկան, ով իրան պահման նենց ոնց ես եմ ձեզ ասում ու կամուսնանա իր հետ։ Տղամարդը միշտ ուզում է, որ դուք լինեք անհասանելի, ինքը ձեզ առաջարկի հանդիպել, դուք ասեք ոչ, չհանդիպեք, ասեք, որ դուք զբաղված եք, չունեք ժամանակ, դեռ շատ շուտ է եւ այլն, մի քիչ էլ երկարացնեք, նույնիսկ եթե շատ եք հավանում, նույնիսկ եթե ինքը շատ առաջադեմ է, եվրոպացի է, ես իմինչացի է, ասիացի է եւ ինքը այդպիսի բաներ չգիտի եւ նենց չի, որ իր համար պետքա այդքան սպասացնեք նոր իրան հանդիպեք, հավատացնում եմ մի վախեցեք նրանց վախեցնել ձեր երկարացնելով։ Դուք ձեր երկարացնելով մենակ օգուտ ձեզ կանեք, ինչ որ անեք, հա։ Okay, անցանք առաջ, 4-րդ օրենքը արդեն եկել է հանդիպման ժամանակը, հա, մենք հանդիպեցինք։ Հանդիպման ժամանակ իհարկե առաջին մի քանի հանդիպմանը պահում ենք մեզ շատ ձիգ, չենք հանձնվում, չենք տալիս, որ բռնեն մեր ձեռքը, չենք գրկվում, չենք համբուրվում, չենք անում ոչ մի սիրային ռոմանտիկաներ, այո, ես խոսում եմ շատ տատուս թվի բաներ, կներեք, բայց այդպիսին են օրենքները։ Եթե այդտեղ հասնեք, հա, իսկ եթե այդ տղամարդը ձեր հետ այս 4-րդ պունկտին չի հասել, ուրեմն ինքը ձեզ ուղղակի չի սիրում, հետաքրքրված չի, իրականում չի հավանում եւ ավելի լավ թող գնա։ Ինչպես ասեցի իմ առաջի էֆիրում, նայել եմ լավ խնդացել եմ իմ էֆիրը, որ ասում թող գնա իր համար ուզի, դա դուք չեք։ Դա դուք չեք։ Այո, առաջին հանդիպումներին պահում ենք մեզ անհասանելի, ցույց չենք տալիս, որ հավանել ենք նրան, շուտ ենք գնում տուն, ասում ենք, որ զբաղված ենք, խոսում ենք մեր հետաքրքրություններից, պահում ենք մեզ այնպես, որ մեր հետ լինի հետաքրքիր, մեր հետ ուզեն ժամանակ անցկացնել, լինում ենք ուրախ, չենք դեպրեսվում, էմոցիոնալ պատմություններ չենք պատմում ոնց է մեզ ինչ-որ մեկը թողել, չենք կռվել մեր ընկերոջ հետ, չենք խոսում ընտանիքի անդամներից, ծանոթանալուց, ամուսնությունից, երեխաներից, այն ամեն ինչից, ինչը ասում էի առաջի անգամ, դեռ չենք խոսում, ուղղակի անց ենք կացնում ուրախ եւ կայֆ ժամանակ, ընդհանրապես ձեր ուրախ լինելը կարեւոր է թե ձեր կողակցի համար, ոնց լինեք ուրախ հələ կլինի տենց թեմայով վիդեո, բայց եթե դաժե դուք ձեր բանով, տեմպերամենտով շատ ավելի տխուր եւ էմոցիոնալ անձնավորություն եք, խորհուրդ է տրվում լինել այդ 2 ժամը ժպիտով, որովհետեւ ոչ մեկ չի ուզում ինչ-որ մեկի հետ հանդիպումից տուն գնալ ծանրացած։ 5-րդ հանդիպումից եկանք տուն։ Չենք գրում ինչ լավ է, չենք գրում մյուս անգամ երբ ենք հանդիպելու, չենք գրում, որ կարոտել ենք իրեն։ Մեզ պահում ենք այնպես, ասես մեզ հանդիպումը դուր չեկավ։ Այո, գալիս ենք տուն եւ մեզ պահում ենք այնպես, ասես շատ տուֆտա հանդիպում անցավ։ Խենք տնծանում։
Այն բոլոր պատճառների համար, որ ես ասացի, իրանք որսորդ են, դուք պետք է թողեք, որ իրանք որսան, եւ այս բոլոր պատմության մեջ իրանք զուգահեռներ են տանում եւ հասկանում են, որ եթե աղջիկը կարող է իրենց հետ պահել իրեն այսպես, ուրեմն նա իրեն պահել է այսպես, նաեւ այլ տղաների հետ եթե հանդիպել է նրանց, դա նշանակում է, որ ինքը դաստուպնի աղջիկ չի, հասանելի աղջիկ չի, իսկ ամեն տղամարդ երազում է ունենա այնպիսի կողակից, որը հասանելի չի։ Այսինքն դուք այս ձեր պահվածքով ցույց եք տալիս, որ դուք հասանելի աղջիկ չեք, իսկ ես ես ասացի, բոլորը երազում են անհասանելի աղջիկների։ Այն աղջիկը, որը մի օրում պատասխանում է, երկրորդ օրը հանդիպում է, երրորդ օրը ինչ ուզում է այդ տղեն անում է այդ տղու հետ, սովորաբար այդ տղեն հենց այդ իրիկուն թռնում է այդ աղջիկա վրից, էլ չի պատասխանում, հետո դառնում են այդ հանդիպումները 2 շաբաթը մեկ, հետո դառնում են 1 ամիսը մեկ, հետո դառնում են էլի 1 ամիսը մեկ ու տենց քիչ-քիչ մինչև այդ աղջիկը սկսում է լացել, հիասթափվել, հարցնում է ինչ ես դու կորում, ինքը հորինում է պատմություններ, ոնց էին իրան բռնել, տարել, քաղմաս եւ ընկերները պատմությունների մեջ էին, փողային հարցեր կար եւ ամեն ինչ բացի ճիշտ պատճառից, որը այն է, որ ինքը այդ ընթացքում մանր գալիս իրեն անհասանելի աղջիկ։ Այդքան պրիմիտիվ ճշմարտություն։ Ուրեմն անցանք առաջ 6-րդ։ Երբ սկսում ենք ընկերություն անել տղայի հետ, որովհետև մենք արդեն մեզ սենց ենք պահել եւ հավանական է, որ ընկերությունը կշարունակվի, մենք երբեք չենք կենտրոնանում մեր կողակցի վրա։ Երբեք ուղղակի գիտակցաբար չենք կենտրոնանում, որովհետև ինչպես ասացի, մարդը պրիմիտիվ է եւ երբ դուք կենտրոնանում եք մարդու վրա, ինքը ուղղակի սկսում է փախնել ձեզանից։ Այսինքն, երբ դուք պետք է ուղղակի զբաղվեք ձեզանով։ Անկախ նրանից ձեր կյանքում հենց այս պահին կա տղա, չկա տղա, հետո կլինի, ինչ ուզում է լինի, դուք կենտրոնանում եք միայն ձեզ վրա։ Դիտում եք ոդկասթներ, գնում եք պարի, սպորտի, տեսնում եք ձեր ընկերուհիներին, ունենում եք երազանքներ, աշխատանք, հոգ եք տանում ձեր եւ ձեր մարմնի մասին։ Այն աղջիկով տունը նստած սպասում է, երբ է իր տղամարդը իրեն հրավիրելու սվիդանիայի, ամենատխուր իրավիճակներում է հայտնվում, հավատացեք ինձ, դուք պետք է ձեր ժամանցը կարողանաք ինքներդ ապահովեք ձեր համար ամենաթույն, ամենակայֆ ձևով, որպեսզի ձեր կողակիցն էլ հասկանա, որ ձեր մոտ ամեն ինչ թույն է, ինքը կա, ինքը չկա, ու մի հատ էլ ինքը ուզի ձեր հետ լինի, որ իր մոտ էլ ամեն ինչ թույն լինի, որովհետև տխուր, տենց դարդոտ ինչ որ կողակիցներ սովորաբար տղաները չեն ուզում եւ եթե նույնիսկ ամուսնանում են իրանց հետ, ման են գալիս թեթևաբարո աղջիկների հետ խի, որովհետև թեթևաբարո աղջիկները հիմնականում ուրախ են։ Ցավոտ ճշմարտություն։ Ուրախ են, անդարդ են, հա, դարդուցավ չունեն եւ այլ, բնականաբար ոչ մի տղամարդ չի ուզում գատուն ու լսի երեխան ինչ չունի եւ այլն։ Հիմա